Հայկական եւ հայալեզու կայքերի մասին ինֆորմացիան ամբողջանում է մեկ հանգույցում՝ հանգույց սրճ կամ հ-սրճ։ Հայկական որոնման համակարգն անընդհատ թարմացվելու է, այն կգտնի հայալեզու ցանկացած տեղեկություն։ Յունիկոդով հայերեն բառեր փնտրելիս կբերի նաեւ ֆոնետիկով համարժեքները։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի 2009-ի զեկույցի համաձայն վերջին 10 տարիներին աճի լուրջ տեմպ է գրանցվել ծրագրային ապահովման եւ ծառայությունների հատվածում։ Տարեկան 27% աճ։ Հայաստանի ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինն անցած տարի կազմել է շուրջ 1,1%։ Հայկական ուսումնասիրության համաձայն համակարգչից եւ ինտերնետից օգտվողները Երևանում վերջին 1 տարում ավելացել են 3 անգամ։ Էլեկտրոնային հասարակության ձևավորումն առանց վերահսկողության անհնար է։ Շուտով վարչապետին կից կստեղծվի հատուկ խորհուրդ։ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այն կհետևի էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի իրագործմանը։ Ծրագրի ավարտին պետական մարմիններն իրար հետ կշփվեն էլեկտրոնային միջոցներով։ Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները նույնպես կլինեն վիրտուալ մակարդակում։ ԱՊՀ երկրներում աշխատանքային ժամերին ինտերնետ այցելությունների 20%-ը բաժին է ընկնում սոցիալական կայքերին՝ Vkontakte.ru եւ Odnoklassniki.ru։ Իդեպ Vkontakte.ru այցելում է 7 անգամ ավելի շատ մարդ։ Հետազոտությունն անցկացվել է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ավելի քան 3000 ընկերություններում։ Վերլուծվել է կայքերի 380 միլիոն հաճախում։ Այժմ խոստացված ռեպորտաժը։ Google առաջին որոնողական համակարգն էր, որ երկու երիտասարդների դարձրեց համաշխարհային հայտնություններ եւ միլիարդատերեր։ Թվում է պարզ գաղափար է։ Ստեղծում ես որոնման համակարգ եւ դառնում ես հարուստ։ Բայց դա այդպես չէ։ Google-ը ոչ միայն որոնում է, այսօր այն ինտերնետային ծառայություններ մատուցող ամենամեծ ընկերությունն է, էլեկտրոնային փոստից մինչև բիզնեսի կազմակերպման նոր միջոցներ։ Այս ամենի մասին այժմ ավելի մանրամասն ինտերակտիվում։ Այս երիտասարդ զույգը այսօր միլիոնավոր ծրագրավորողների նախանձի առարկան է։ Նրանք ստեղծեցին մի համակարգ, որը պարզ էր ստեղծման բանաձևով, ծանրակշիռ իր եկամուտներով ու հնարավորություններով։ Google այսօր միակ որոնողական համակարգն է, որը գրավել է ողջ աշխարհը, անգամ Հայաստանը։ Այն նաև միակն է ծառայությունների բազմազանությամբ, խոշոր բիզնեսից մինչև խիստ անձնական։ Google-ի ամենահայտնի ծառայությունը իհարկե որոնման հնարավորությունն է, հաջորդ ամենատարածվածը էլեկտրոնային փոստը։ Google Mail-ով հնարավոր է շատ ուժ կոմունիկացիա ապահովել, նետվորք ապահովել աշխատակիցների հետ, հնարավոր է իրենց հետ օնլայն զրուցել, վիդեո հաղորդակցվել, հնարավոր է իրանց ինչ-որ հանձնարարություններ տալ Google կալենդարի միջոցով, օրացույցի միջոցով։ Նույն ծառայության ներքո է նաև Google Docs, այն կարող է դառնալ ձեր փաստաթղթերի յուրահատուկ շտեմարանը եւ ունի տեխնոլոգիական լուծումների մեծ հնարավորություն։ Այդ ֆայլերի հետ ամեն ինչ հնարավոր է անել, կարելի է նրանք խմբագրել, կարելի է այդ ֆայլերից հենց տեղում, ասենք օրինակ Word-ի ֆայլից ստանալ վեբկայք տեղում եւ այդ վեբկայքի լինքը ուղղակի հղումը տարածել ու հրավիրել մարդկանց, որպեսզի նրանք դիտեն։ Կարելի է այդ ֆայլի վրա դնել տարբեր տեսակի սահմանափակումներ, ասենք մարդիկ կարող են մտնեն խմբագրեն ֆայլը, կարող են մտնեն ուղղակի դիտեն։ Մասնագիտությամբ լրագրող կոչումով բլոգեր Արևիկի համար Google Map եւ Google Earth ծառայությունները սկզբում սոսկ ժամանցի համար էին, հետո դարձան մասնագիտական կիրառության համար անհրաժեշտ գործիքներ։ Google Map-ը ինքը շատ հետաքրքիր է նրանով, որովհետև հնարավորություն է տալիս շատ ինտերակտիվ լինել ու եթե օնլայն ինչ-որ ծառայություններ կան, որտեղ աշխատում ես, կոնկրետ եթե օգտագործում եմ իմ բլոգում, շատ հետաքրքիր է, որովհետև կարելի է օրինակի համար այս նյութում, որ պատմում է ուսանողների օրվա մասին, շատ երկար ինչ-որ ճառեր գրելու փոխարեն հնարավոր է ասենք ուղղակի սենց հանել, ինքը բերում է ֆոտոն ինֆորմացիան, որը ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ է ստացվում այդ ամենը։ Հատկապես լրագրողին անհրաժեշտ ու շատ օպերատիվ ծառայությունը Google Reader-ն է, այն կարճ, բայց բովանդակալից ներկայացնում է նորությունները։ Google Reader-ը, որը հետաքրքիր է նրանով, որովհետև շատ կարճ ու հստակ ինֆորմացիան ստանում ես 2-3 տողի ու երբ որ զբաղված ես լինում հատկապես կարիք չկա երկար այդքան նյութերը կարդալու։ Եթե դուք ունեք կայք, եթե ձեր աշխատանքը կազմակերպվում է օնլայն եւ եթե ուզում եք նաեւ գումար աշխատել, ապա մասնագետների համոզմամբ ձեզ անպայման պետք կգան Google AdWords-ը եւ Google AdSense-ը։ Այս համակարգերի միջոցով հնարավոր է գումար աշխատել ամեն քլիկից։ Գումարի չափն էլ պայմանավորված է ձեր կայքի հաճախելիության ցուցանիշով։ Google AdWords համակարգը դա ուրեմն համակարգ է, որտեղ կարելի է գովազդել սեփական կայքերը
եւ գովազդել ինչպես փնտրողական համակարգերում, այնպես էլ կայքերում, ուրիշ կայքերում, որոնք ընդգրկված են Google-ի համակարգի մեջ։ Google AdSense-ում արդեն բոլոր նրանք, ովքեր Google AdWords-ի կողմից գովազդ են տեղադրում համակարգում, կարող են նաեւ ձեր կայքերում տեղադրել գովազդ եւ Google-ը հանդիսանում է որպես միջնորդ։ Google-ն ունի եւս մեկ շատ կարեւոր եւ օգտակար գործիք։ Եթե ուզում եք իմանալ, թե ով, որտեղից եւ ինչ պարբերականությամբ է հաճախում ձեր կայք, պետք է օգտվեք Analytics ծառայությունից։ Դա ուղղակի գործիք է, որով կարելի է վերլուծել եւ որոշումներ ընդունել կայքի գովազդի վերաբերյալ, կայքի փոխելու վերաբերյալ, չգիտեմ, ինչ որ բիզնեսի կազմակերպման on-line վերաբերյալ։ Google-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները, արդեն ստեղծվել է Google OS համակարգը, որը կատարելագործման փուլում է։ Սրա շնորհիվ դուք այլևս սեփական համակարգչի կարիք չեք ունենա։ Ձեր համակարգիչը կլինի, այսպես ասենք, on-line, եւ դուք կկարողանաք նրանից օգտվել ցանկացած այլ համակարգչի առջև նստած։ Եվ մեր վերջին տեսանյութը։ Ամեն շաբաթ ինտերակտիվը ներկայացում է YouTube-ի ամենաշատ դիտված, քննարկված օրիգինալ վիդեոները, առանց ինտրիգների եւ նախապատմության։ Ուղղակի դիտեք այս շաբաթվա ամենա YouTube-ը։ Charlie bit me. Ouch! Ouch! Ouch, Charlie! Ow! Charlie, that really hurts. No, Charlie bit me. And that really hurt, Charlie, and it's still hurting. Առաջին ալիքի եթերում ամեն շաբաթ-շաբաթօրը 16:30-ին դիտեք վիրտուալի եւ ինտերնետի մասին պատմող Վանաձևի նոր հեռուստաբլոգբասթերը ինտերակտիվ 1001-ի ռիթմը։ Մենք բաց ենք թեմաների առաջարկների համար on-line ու off-line։ Ինտերակտիվ եղեք։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։